Իսրայելական բանակը գիշերը վերսկսել է ավիահարվածները Գազայի ուղղությամբ հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին, ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա, Իսրայելի վարչապետը հրամայել է հարվածել Գազայի հատվածի թիրախներին։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ հայտարարել է Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։ The Israeli Air Force initiated a series of attacks against Hamas targets in Gaza. Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայում Համասի թիրախների վրա։ Մենք չենք գթա մեր թշնամիներին, շատ պարզ ասեմ։ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։ Մենք շատ պարզ ասում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ եթե նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը Գազայում, ապա պետք է ապահովեն, որ պատանդները վերադառնան Իսրայել։ We are committed to bring them back. Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայում դեռևս պահվող 59 գերիների ճակատագիրը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մի քանի վայրերում, այդ թվում Գազայի հյուսիսում, Գազա քաղաքում եւ Դեյր ալ-Բալահում, Խան Յունիսում եւ Ռաֆահում Գազայի հատվածի կենտրոնական եւ հարավային հատվածներում։ Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերից շատերը երեխաներ են։ Ամբողջ աշխարհն անարդար է, նրանք բոլորը երեխաներ են, սա փոքր երեխա է, աղջիկ։ Կյանքը գնալով դժվարանում է, հրադադար չկա։ Ես ապրում եմ Դեյր ալ-Բալահի արևելյան շրջանում, շարունակ հարվածներ են այստեղ։ Հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացվում։ Փլատակների տակից դեռևս մարդկանց մարմիններ են հայտնաբերվում, հիվանդանոցներում չի դադարում վիրավոր քաղաքացիների հոսքը, դրսում հիվանդանոցներում սպիտակ կտորով փաթաթված բազմաթիվ մարմիններ են։ Գազայի հատվածի շրջաններում կոտորած է իրականացվել, ավելի քան 200 զոհ է բերվել հիվանդանոց, հարյուրավոր վիրավորներ ծանր վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, այրվածքներ, գլխի շրջանում վնասվածքներ, որոնք պահանջում են անհապաղ վիրաբուժական միջամտություն։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը հայտարարել է, Իսրայելը պետք է անհապաղ եւ ամբողջությամբ դադարեցնի բնակավայրերի դեմ բոլոր գործողությունները, դադարեցնի պաղեստինցիների բռնի տեղափոխումը։ Իսրայելից պնդում են, պայքարում են Համասի դեմ, այլ ոչ Պաղեստինի խաղաղ բնակչության։ Մարտերը վերսկսվել են նախորդ հրադադարի պայմանավորվածությունից 2 ամիս անց, հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում Համասն առաջին փուլով վերադարձրել է ավելի քան 30 իսրայելցի պատանդների, իսրայելական բանտերից մոտ 2000 պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է 2 շաբաթ առաջ։ Շաբաթ օրը Իսրայելն ու Համասը ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Մարտի սկզբին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Համաս խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին եւ չհանձնի մահացածների մարմինները։